2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանան սիգի որսի բնօգտագործման վճարի դրույքաչափերը 1 կիլոգրամի համար 65-ից դառնալով 200 դրամ։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունները կատարվել էին դեռ այս տարվա ապրիլին։ Նպատակը բնական ռեսուրսների արժևորումն է, ասում է շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը։ 2006 թվականին էին վերանայվել մեկ անգամ դրույքաչափերը, դրանից հետո կիրառվել են որոշակի գործակիցներ նոր հարկային օրենսգրքի ընդունմամբ, սակայն դրանք բավական ցածր են, որպեսզի ճիշտ գնահատվի ռեսուրսի արժեքը։ Սա միակ փոփոխությունը չէ, վերանայվել է նաև վճարումների ընթացակարգը։ Եթե մինչև այժմ վճարումները կատարվում էին փաստացի օգտագործված ծավալի, ապա հունվարի 1-ից արդեն կիրականացվեն տրամադրված չափաքանակների համար։ Խոսքը բոլոր ձկնապաշարների մասին է։ Արդարացի բաշխման մեխանիզմ է այստեղ դրվել, որ յուրաքանչյուրը սպառի այնքան, ինչքան իրեն անհրաժեշտ է։ 2024-ին սահմանվել էր 679 տոննա չափաքանակ, որից փաստացի որսվել էր 652 տոննան։ Պետական բյուջե վճարվել էր 44 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ 2025-ին սահմանվել է 1123 տոննա չափաքանակ, որից նոյեմբերի դրությամբ փաստացի որսվել է 460 տոննան։ Դեռևս գործող բնօգտագործման վճարի ցածր դրույքաչափը չի նպաստում կենսապաշարների, մասնավորապես սիգի ողջամիտ օգտագործմանը։ Ըստ հիմնավորման վճարների բարձրացումն անհրաժեշտ է որսի մասշտաբները սահմանափակելու եւ երկրի կենսառեսուրսները պահպանելու համար։ Պարենային անվտանգության տեսանկյունից ինքը բավական այնպիսի ռեսուրս է, որ դրա արժեքը շատ ավելի բարձր է։ Գնահատվել է, որ մոտ 1000 դրամ է, պատկերացրեք 1000 դրամի մեջ ընդամենը բնօգտագործման վճարը կազմում է 65 դրամը։ Կազդի արդյոք դրույքաչափերի բարձրացումը շուկայում սիգի գնի բարձրացման վրա։ Փոփոխություն կարող է լինել, բայց տարբերությունը ընդամենը 135 դրամ է եւ դա չեմ կարծում, որ շուկայի վրա որևէ, այսինքն իր բալանսի վրա որևէ մեծ ազդեցություն կրի։ Նախատեսվում է, որ սիգի բնօգտագործման վճարներից մուտքերն այս տարի կկազմեն մոտ 73 միլիոն դրամ։ Արդյունագործական ձկնորսությամբ իրավունք ունեն զբաղվելու բացառապես իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք։ Իդեպ նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանալճում կարգելվի սիգի արդյունագործական որսը։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության որոշումն ուղղված է սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն։ Եթե նախկինում Գիտությունների ազգային ակադեմիան տարին 1 անգամ էր ուսումնասիրում Սևանի ձկնային պաշարները, հիմա տարին 2 անգամ։ Իրականացված քայլերը տվել են իրենց դրական արդյունքը։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից վերջին լրացուցիչ ուսումնասիրությունները իրականացվել են հուլիս-օգոստոս ընկած ժամանակահատվածում եւ ըստ իրենց կողմից ներկայացված ուսումնասիրությունների հաշվետվության Սևանալճում նկատվում է սիգի պաշարների դրական դինամիկա։ Նոյեմբերի 20-ից հետո Սևանալճում հայտնաբերված նավակների եւ որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Նախարարությունը կոչ է անում ժամանակին ապահովել դրանց դուրսբերումը։ Բրիր Մկրտչյան, լուրեր։